Հատկապես մինչև մարտի 1 մարտի 1-ից հետո, մարտի 1-ից օրեր առաջ եւ ինձ հետ զրույցներ էին ունենում, փորձում էին հետ պահել այս ամեն ինչից։ Ես էլ ճիշտն ասած, պես այդ առումով շատ սկզբունքային էի, ասում էի ինչ ուզում եք արեք, ուզում եք հանեք, ուզում եք, չգիտեմ, գործողություններ արեք, միևնույնն է հետ չեմ կանգնելու, մանավանդ ես դրանից 1 տարի առաջ էի ավարտել ասպիրանտուրան Մոսկվայում եւ մեծ հնարավորություններ ունեի այնտեղ մնալու, բայց ինձ համար սկզբունքային էր, որ ես Հայաստանը չեմ լքելու երբեք, միայն ուսման բերումով կարողա գնամ սովորեմ եւ վերադառնամ, եւ ասում եմ ես դրա համար չեմ վերադարձել Հայաստան, դուք որոշեք ինչ եք անում, պես այն ժամանակվա ԱԱԾ-ի ներկայացուցիչներ էին իմ հետ զրուցում, փորձում էին ֆակուլտետի ղեկավարության միջոցով ներազդել, բայց հետո կարճ ժամանակ հետո հասկացան, որ դա անիմաստ է։ Իհարկե անընդհատ այդ ճնշումները 8, 9, 10 թվականին կային։ Հետո հասկացան, որ չէ, մարդու հետ գործ չունեք, մեկը չի փոխվելու եւ սկզբունքները չի փոխելու։